տեսակետ ցուցադրեցիք, որտեղ դիմակավորված անձիկ սպառնում են, ամենայն դեպս հանրությունը ձեր ռիլից դրան մասին տեղեկացա, եւ ասացիք, որ գտնելու եք իրենց, իրավապանները սովորաբար շուտ գտնում են իրենց փուլում իջներ հապաղում է, որովհետև երբ որ այս պայմանապետի մանրամասներ չեն հրապարակվում, ընդդիմության այդ խոսույթն է, որ շատ լավ դառնում, որ սա իշխանությունն է կազմակերպել, քաղաքական դիվիդենտներ հավաքելու, հանրության մոտ հուզական պրոցեսներ առաջացնելու եւ ռեպրեսիաներ կիրառելու համար։ Եվ մեկ կարճ հարցել, Վան Փաշինյան, ձեր խոսույթի հետ կապված կզեցնել, չկացնել, փողերով տալ, կողել եւ այլն, երբ դուք նման խոսույթ եք կիրառում, հիշում եմ 2025 թվականի դեկտեմբերի 2-ի ձեր ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասում եք, երբ հայրանքին հայրանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանեմ, խնդրում եմ դա չկարել որպես թուլություն կամ վախկոտություն, այնուհետև մեր իսկ ընդունած էթիկայի կանոնակարգին դուք այսպեսով եք նվիրված ձեր իսկ ընդունած էթիկայի կանոնակարգին, պարոն Փաշինյան։ Նախ ես ձեր հետևից չեմ հասցնում գրի առնեմ բոլոր հարցերը։ Զանգ, գիտեք, զանգ միշտ էլ կարող է լինել։ Այսինքն դա աշխատանք է, հարգելի գործընկերներ։ Այսինքն զանգը ես 200 զանգի համար ինչի համար եմ ասում, որտեղ դա այսինքն աշխատանքի մաս է ամենօրյա։ Եվ զանգը լինում է ըստ անհրաժեշտության, ըստ պատեհության։ Կարող է լինել, կարող է չլինել։ Երկրորդ հարցը, որ ես արձակուրդի մեջ եմ, լավ ես արձակուրդի մեջ եմ, ուրեմն ինչի եք ինձ հարցնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Ես էլ կարամ ասեմ, ես արձակուրդի մեջ եմ, ես տեղյակ չեմ, ինչ է կատարվում ընդհանրապես։ Այսինքն հասկացանք, որ արձակուրդի մեջ եմ, բայց վարչապետն եմ, չէ՞։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը վարչապետ ունի, թե չունի։ Բնականաբար, ասենք, ինձ ամեն օր զեկուցվում է իրադրությունը, բայց տեղյակ չլինեմ։ Թիմակի հետ կապված, ես կարծում եմ մենք անձանց շրջանակը պարզաբանել ենք մոտավոր եւ ըստ էության այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութի մեջ են, իրանք 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկությունն է, որովհետեւ մենք ապացույց չունենք։ Մենք անազգանուններ ունենք եւ այդ անազգան բնականաբար եթե բնականաբար նրանց հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր են գործադրել եւ տեսել են, որ նրանք 2024 թվականից Հայաստանում չեն եւ ավելին նախկինում մեծ հավանականությամբ նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել մասնավորապես հնարավոր է ապօրինի վարձկանության, տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրանք։ Հնարավոր է, բայց սա ընդհանրապես օպերատիվ տեղեկություն է։ Սուտ է։ Այն մի անգամ ասացի, ճիշտ է, ասացի ասելա կալուգացի օլիգարխ ասելա թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ասի, որ սուտ է, ես նստած ասեցի, որ սուտ է եւ երաշխավորում եմ, թե չեմ երաշխավորում, այո, երաշխավորում եմ եւ դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախճեվան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովապատ չի լինելու, եւ վերադարձի թեմա Եվլախ չի լինելու, վերադարձի թեմա Գետաշեն չի լինելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Այո, երաշխավորում եմ։ Դա անհեթեթ թեմա է։ Դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չի։ Եվ սա այնքան ակնհայտ է, ես նույնիսկ զարմանում եմ, որ այսինքն դուք ասացիք հիմնական թեմաներից մեկն է Քարոզ Արշավի։ Այսինքն դա ինձ համար նորություն է, որ դա հիմնական թեմաներից մեկն է Քարոզ Արշավի։ Կրկին սուտ է եւ երաշխավորում եմ։
Քյարքի անունը Google Maps-ում նոր չի հայտնվել, միշտ ա եղել, միշտ եւ մնացած։ Էլի հարցեր։ Խոսույթի հետ կապված հա 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13, բայց ամեն չափ սահման ունի։ Այդ ես օգտագործել եմ այն բառապաշարը, որ իմ դեմ է փորձել, իմ դեմ են օգտագործել։ Դե դրա համար ես ասում եմ, որ այդ հարցի լուծում մեկն է, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան դաշինք ուժերը պետք է խորհրդան չանցնեն ուղղակի եւ դա շատ իրատեսական խնդիր է։ Եվ հակառակ դեպքում չի լինելու, որովհետեւ այդ մարդիկ փաստարկ չունեն, էլի տենց ինչ որ անընդհատ ինչ որ բաներ են խոսալու եւ հա կարելի է մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, բայց այսինքն դա չի կարա հավեր շարունակվի։ Եվ ես ասում եմ, այդ դոզան էլի կուտակվելու է եւ հակադարձվելու է։ Ես չեմ պատրաստվում ամեն օր անեմ դա, բայց դա ի վերջո հասկանում եք օբյեկտիվ իրականություն է։ Հազար ներողություն, որ ձեր վրա եմ օրինակ բերում, բայց ես ձեզ ամեն օր անընդհատ այդ նույն բանը ասեմ, դա մի օր կասեք դե լավ, դե սենց է, երկրորդ օրը, բայց մի օր բան կանեք, չէ՞, մի օր կասեք լավ, ամեն ինչին չափ սահման կա։ Այսինքն ցանկացած մարդկային հարաբերության մեջ այդպես է։ Ցանկացած քաղաքականությունից դուրս է։ Ցանկացած մարդկային հարաբերություն, երկու մարդու ցանկացած հարաբերության մեջ տենց է։ Որտեվ հա դուք կարող եք շատ կրթված լինել, շատ կոռեկտ լինել, դուք ձեզ համար ունենաք էթիկայի որոշակի բաներ, կանոններ, բայց մի X պահ կա, որ ասեք հա լավ հասկացանք։ Այս աշխարհում մենակ ես ունեմ էթիկայի կանոնագիրք։ Այդ էթիկայի կանոնագիրքը իմիջայլոց, եթե հիշում եք, ես 2025 թվականի հունիսին չէ, ավելի ուշ, ես ասացի եկեք դադարեցնենք դա։ Բայց այդ առաջարկը ման չստացավ, արձագանք չստացավ, եւ նույն ձևի շարունակվեց եւ շարունակվում է։